Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը հակակոռուպցիոն դատարանում էր։ Առաջին դատական նիստն էր, որը դրմբաց էր, սակայն տեսանկարահանելու, ուղիղ հեռարձակում ապահովելու հնարավորություն եւ թույլտվություն չունեցանք։ Փաստաբանները միջնորդեցին եւ ասացին, որ զանգվածային լրատվամիջոցները այս դատական նիստին կարող են խոչընդոտել տեսանկարահանում, տեսագրում, լուսանկարում եւ այլն իրականացնելով։ Այս ընթացքում մենք միայն ձայնագրելու հնարավորություն ունեցանք։ Դատական նիստի ժամանակ Սամվել Կարապետյանն ասաց, որ քանի որ մասնակցում է քաղաքական գործընթացներին նկատի ունենալով առաջիկա խորհրդարանական ընտրությունները, ասաց, որ հրաժարման գործընթաց է սկսել իր Կիպրոսի եւ Ռուսաստանի քաղաքացիությունից։ Քանի որ ես հիմա Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահն եմ եւ մասնակցում եմ ընտրություններին, ու վստահ եմ հաղթանակի մեջ, դրա համար սկսել են գործընթաց այդ անձնագրերից հրաժարվում։ Անձնագրից հրաժարվելը պայմանականորեն է, այդ դեպքում բառացի կտրել, ճղել եւ դենք ցել։ Անձնագրից հրաժարվելը ենթադրում է քաղաքացիությունից հրաժարվել։ Այսինքն ձեր ասած գործընթացները վերաբերում են քաղաքացիությունից հրաժարվելուն։ Այո։ Դատական նիստի ժամանակ փաստաբանները միջնորդություն ներկայացրեցին, որպեսզի դատարանը փոխի Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը։ Նրանք ներկայացրեցին մի քանի փաստարկներ, թե ինչու պետք է այս ընթացքում նրա խափանման միջոցը վերացվի։ Սամվել Կարապետյանը զրկված լինի օբյեկտիվ ողջամիտ դատավարական պրոցեսներով իր անձնությունը ապահովելու հնարավորություն։ Հետևաբար խոսել դատախազի անաչառության մասին մեր մասած տեղի չէ։ Իր հերթին էլ դատախազը միջնորդություն ներկայացրեց, նշելով, որ Սամվել Կարապետյանի տնային կալանքը պետք է երկարաձգվի 3 ամսով։ Այս դատական նիստը տևել է 4 ժամ, որևէ որոշում դատարանը չի կայացրել։ Դրան զուգահեռ դրսում հակակոռուպցիոն դատարանի բակում ակցիա են իրականացնում Ուժեղ Հայաստան կուսակցության անդամներն ու աջակիցները։ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց առանց նրա խափանման միջոցի փոփոխման հարցը որոշվելու։ Փաստաբաններից Արամ Վարդևանյանն ասաց, որ ամեն րոպեն հատկապես այս փուլում կարևոր է եւ հիմնավորեց, թե ինչու են այդպես հայտարարում։ Մենք խոսում ենք 10 ամիս տևող կալանքի մասին։ 10 ամիս։ Մենք խոսում ենք Հայաստանի նախընտրական շրջանում գտնվելու մասին։ Մենք խոսում ենք նրա մասին, որ օրինակ 3 անձանց ձերբակալում էին բարեգործության արգելքի ենթադրաբար խախտման հիման վրա, իբրև, քանի որ մենք գտնվում ենք նախընտրական շրջանում։ Հիմա այդ պայմաններում ոնց կարելի է դատական նիստի շրջանակներում առաջնահերթության կարգով սկսել քննարկել խափանման միջոցի հարցը, բայց 2 օրով հետաձգել, երբ մենք ուղիղ պատճառաբանված դիրքորոշում ունենք, որ նույնիսկ 1 ժամը էական նշանակություն ունի։ Սամվել Կարապետյանի գործով դատական հաջորդ նիստը լինելու է ապրիլի 17-ին 13:30-ին հակակոռուպցիոն դատարանում։ Ես չնայած քաղաքական հետապնդումներին, աբսուրդներին, ես հավատում եմ իրավունքի գերակայությանը։ Իրավունքի գերակայությունը, ես կոնկրետավորված չեմ ասի, ես իրավունքի գերակայությունը իդեպ դասում եմ վեր նույնիսկ քաղաքական հետապնդումներից, հենց դրանում է դրա արժեքը եւ իմաստավորումը։ Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։